Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն ամփոփել է նոյեմբերի 18-ից 19 Հայաստան կատարած այցը։ Բանակցությունները որակել ինտենսիվ եւ բովանդակալից։ Շնորհակալ եմ փոխվարչապետ Մեհեր Գրիգորյանին, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին եւ այլ պաշտոնատար անձանց Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի, Հայաստան-Թուրքիա կարգավորման, տարածաշրջանային համագործակցության կապուղիների եւ հումանիտար հարցերի վերաբերյալ կարծիքների խորը փոխանակման համար։ Գրոնոն վերահաստատել է Եվրամիությունն աջակցում է հայ եւ ադրբեջանցի գործընկերներին լիարժեք խաղաղության եւ տարածաշրջանային հաջողությունների ճանապարհին։ Արևմտյան մի շարք լրատվամիջոցներ իրենց աղբյուրներին հղումով հաղորդում են, որ ԱՄՆ-ն մշակում է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման նոր ծրագիր եւ դրա շուրջ խորհրդակցում է Ռուսաստանի հետ։ Լրատվամիջոցները նշում են, որ 28 կետից բաղկացած ծրագրով Ուկրաինան պետք է հրաժարվի իր արևելյան շրջաններից Վաշինգտոնի կողմից ռուսական հետագա ագրեսիայից Ուկրաինային եւ Եվրոպային անվտանգության երաշխիքներ տրամադրելու դիմաց։ ԱՄՆ-ն Կիևին առաջարկում է նաեւ հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելու գաղափարից առնվազն մի քանի տարով։ Անդրադառնալով այս հրապարակումներին Կրեմլի խոսնակը կրկնել է՝ Ալյասկայում քննարկումներից հետո որևէ նոր զարգացում չկա։ Դմիտրի Պեսկովը նաև նշել է՝ Ռուսաստանը պատրաստ է քննարկումների, բայց դա պետք է հանգեցնի հակամարտության հիմնարար պատճառների վերացման։ Կրեմլի խոսնակը նաև հավելել է՝ Մոսկվան եւ Վաշինգտոնը շարունակում են շփումները, սակայն այդ գործընթացը չի կարելի անվանել խորհրդակցություններ։ Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ Վաշինգտոնը մշակում է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման առաջարկներ, հաշվի առնելով Մոսկվայի եւ Կիևի դիրքորոշումները։ Տևական խաղաղության հասնելու համար երկու կողմերն էլ պետք է համաձայնեն դժվար, բայց անհրաժեշտ զիջումների, նշել էր Ռուբիոն։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին նեղ եւ ընդլայնված կազմով հանդիպումներ է անցկացրել Պենտագոնի բարձրաստիճան պատվիրակության հետ, որի կազմում են ԱՄՆ բանակի քարտուղար Դեն Դրիսքոլը եւ մի քանի գեներալներ։ Ըստ ուկրաինական լրատվամիջոցների աղբյուրների, ամերիկյան կողմը կփորձի ճնշում գործադրել Զելենսկու վրա, որպեսզի նա ընդունի պատերազմի դադարեցման նոր ծրագիրը։ Միևնույն ժամանակ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև աճյունների հերթական փոխանակումն է տեղի ունեցել։ Ռուսական կողմը Կիևին է վերադարձրել 1000 զինծառայողի աճյուն, ինչի դիմաց ստացել է 30 աճյուն։ Բրյուսելում Եվրամիության երկրների արտգործնախարարները քննարկել են խաղաղությունն Ուկրաինայում։ Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ հակամարտության կարգավորման ցանկացած ծրագրի արդյունավետության համար հարկավոր է Ուկրաինայի եւ Եվրոպայի աջակցությունը։ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն շեշտել է, ուկրաինացիներն արդար խաղաղություն են ցանկանում, բայց խաղաղությունը չի կարող կապիտուլյացիա նշանակել։ Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին ընդգծել է, հարցը վերաբերում է նաև Եվրոպայի անվտանգությանը, հետևաբար ակնկալվում է, որ իրենց հետ եւս պետք է խորհրդակցեն։ Իր հերթին Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիարտոն նշել է, որ Եվրամիությունը պետք է դադարեցնի ֆինանսական աջակցությունն Ուկրաինայի կառավարությանը երկրում կոռուպցիոն սկանդալի պատճառով։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության 35 երկրներից բաղկացած կառավարիչների խորհուրդը բանաձև է ընդունել, որով Իրանը պետք է անհապաղ տեղեկացնի վերահսկող մարմնին հարստացված ուրանի իր պաշարների եւ ռմբակոծված ատոմային օբյեկտների կարգավիճակի մասին։ Բանաձևում նաեւ նշվում է, որ Իրանը պետք է անհապաղ հասանելիություն ապահովի միջուկային օբյեկտներին։ Բանաձևը ներկայացրել էին եվրոպական եռյակը, Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, ինչպես նաեւ Միացյալ Նահանգները։ Իրանը նախազգուշացրել էր բանաձևի ընդունումը ազդեցություն կունենա ԱՄԳ-ի հետ Թեհրանի գործակցության վրա։ Բանաձևի ընդունումից հետո արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ երկիրը դադարեցնում է Իրանի եւ ԱՄԳ-ի միջև սեպտեմբերին Կահիրեում ձեռք բերված համաձայնությունը։ Այդ մասին համապատասխան նամակ է ուղարկվել ԱՄԳ գլխավոր տնօրենին։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն վստահություն է հայտնել, որ Եվրամիությունը չի կասեցնի Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմը։ Նրա խոսքով դա ճնշման վերջին միջոցն է, որին դիմում է Բրյուսելը, քանի որ մյուս բոլոր գործիքները սպառվել են։ Կոբախիձեն նշել է, նման քայլը կլինի ոչ պրագմատիկ։ Նա անդրադարձել է նաև Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտակոսի հայտարարությանը, որ Եվրամիությունը մտադիր է ավելացնել օգնությունը Վրաստանի քաղաքացիական հասարակությանը։ Կոբախիձեի խոսքով սա վկայում է այն մասին, որ Եվրամիությունը փորձում է նորից անկարգություններ կազմակերպել Վրաստանում եւ այդ նպատակով ցանկանում է սև փողեր բերել երկիր։ Նա հավելել է, ոչ կառավարական կազմակերպությունների միջոցով արտերկրից Վրաստանում հեղափոխություն կազմակերպելու 5 փորձ է կանխվել։ Ավելի վաղ Եվրամիության պաշտոնյաները հայտնել էին, որ Վրաստանի նկատմամբ վիզայի ռեժիմի կասեցումը կարող է տարածվել միայն որոշ խմբերի վրա։
ԱՄՆ պետքարտուղարությունը հաստատել է Հնդկաստանին Ջևելին հակատանկային հրթիռային համակարգերի և Էքսկալիբուր կառավարվող հրետանային արկերի վաճառքը։ Գործարքի ընդհանուր արժեքը կազմում է $93 միլիոն։ Օգոստոսին ամերիկյան մաքսատուրքերի բարձրացման պատճառով կողմերի միջև հարաբերությունների սրումից ի վեր Հնդկաստանն առաջին անգամ է պաշտպանական սարքավորումներ գնում Միացյալ Նահանգներից։ ԱՄՆ պաշտպանական անվտանգության համագործակցության գործակալության տվյալով Հնդկաստանի իշխանությունները մտադիր են գնել մինչև 216 Էքսկալիբուր մարտավարական արկ և 100 Ջևելին համակարգ։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։